հայրենակիցներ, Լեգալ Հայաստանի ընտանիք, այս տեսանյութը հերթական թողարկումը չէ։ Այսօր մենք միասին կամփոփենք անցյալ տարին, կխոսենք 2026 թվականի ամենամեծ մարտահրավերների եւ սպասվելիք մեծ բարեգործական ակցիայի մասին։ Մինչ տեսանյութի սկսելը, խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր դեռ չեն միացել մեր ալիքին, սեղմել բաժանորդագրվել կոճակը ու զանգակ, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը։ Նրանք, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեզ վախենալով իրենց տվյալների անվտանգության համար, ասեմ, որ ձեր բաժանորդագրությունը ալիքին ոչ ոք չի տեսնում, այնպես որ առանց վարանելու կարող եք բաժանորդագրվել։ Եվ այսպես ահա մոտենում է 2026 թվականը։ Տարին հեշտ չէր ոչ մեկիս համար։ Սա մեզ համար հերթական տարին չէր։ Աշխարհում նոր աշխարհակարգեր են ձևավորվում, եւ մեր տարածաշրջանում եւս փոխվում են բազմաթիվ իրողություններ։ Մեր Հայաստանի հասարակությունն ու բանակը նոր ոտքի է կանգնում, որ Հայաստանի սահմանները անառիկ լինեն եւ քաղաքացին ունենա բոլոր հնարավորությունները իր երկրում ազատ ապրելու ու արարելու համար։ Սիրելի ընկերներ, Լեգալ Հայաստանը, ինչպես միշտ այս տարի եւս, չի դադարել հավատարիմ մնալ իր արժեքներին եւ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ակցիաներ, օգնելով մեր հայրենակիցներին թեթևացնել նրանց առօրյա հոգսերը եւ հոգալ ֆինանսական ծախսերը։ Այս տարի մեր բարեգործական ակցիաների շրջանակներում բազմաթիվ կարիքավոր ընտանիքներ ստացան անհրաժեշտ կենցաղային ու ֆինանսական նվերներ։ Մենք իրականացրինք մեր հետևորդների բազմաթիվ երազանքներ։ Նվիրելով հանգստի ուղևորությունից մինչև PlayStation 5 խաղային համակարգիչ, իրականացան բազմաթիվ երազանքներ եւ իղձեր։ Մաքուր Հայաստան նախաձեռնության շրջանակներում իրականացրինք նաեւ մեծ ծառատունկ, որի շրջանակներում տնկվեցին բազմաթիվ ծառեր։ Դրանք տարիների ընթացքում կօգնեն Երևանի մաքուր օդի ձևավորմանը, կլուծեն փոշու եւ աղտոտվածության նվազեցման խնդիրը եւ կդառնան ապագա սերունդների համար կենսունակ միջավայր։ Իդեպ, այս տարի լրանում է մեր YouTube-յան ալիքի բացման 1 տարին, որի ընթացքում ձեզ հետ կիսվել ենք բազմաթիվ բացահայտումներով, նոր տեսություններով ու գիտելիքներով, ինչպես նաև անդրադարձել բազմաթիվ արատավոր երևույթների։ Այս տարին հարթակի համար եւս հեշտ չէր։ Մեր մրցակիցների կողմից եղան հերթական հարձակումները եւ արգելափակումները։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մենք հայտարարեցինք, որ Լեգալ Հայաստանը շուտով կունենա տարածաշրջանում միակ Darknet հարթակը։ Հրապարակվող լուրը իհարկե դուր չէր եկել մեր մրցակիցներին, որոնք ամեն գնով փորձում են դադարեցնել մեր գործունեությունը։ Ես ուզում եմ ուղիղ ասել, որ ոչինչ չի կարող դադարեցնել մեր գործունեությունը, քանի որ Լեգալ Հայաստանը շուկայում է արդեն ավելի քան 6 տարի ու ունի բավարար կապեր ու ռեսուրսներ Հայաստանում ամենամեծ սև շուկայի մասնաբաժինը ունենալու համար։ Սիրելի հայրենակիցներ, ամանորը մեր մշակույթում միշտ եղել է անցյալի ցավոտ էջերի փակման եւ նոր հույսերով ու երազանքներով նոր էջի կերտման մեկնարկի տոն։ Մենք 2026 թվական ենք մտնում մի ծանր գիտակցությամբ, որ հայոց բանակը եւ ժողովուրդը վիրավոր վիճակում են։ Կենացներ շռայլելով երկիր սիրելու ժամանակները անց են ընկերներ։ Այս տարուց սկսված պետք է յուրաքանչյուրս անի իր ուժերից առավելագույնը Հայաստան աշխարհում կյանքը ծաղկացնելու համար։ Տրկամտությունը ու դատարկամտությունը պետք է տեղ չունենան մեր կյանքում։ Այո, 2026 թվականին մեր ամենօրյա քայլերով եւ ընտրություններով է որոշված լինելու, թե Հայաստանը ինչ ուղղությամբ կգնա։ Սիրելի ժողովուրդ, ցանկանում եմ ասել, որ մեր հասարակությունը պարակտված է, բաժանված սևերի ու սպիտակների, որ այլևս անտանելի է։ Մենք պետք է հիշենք մեր միասնականության մասին եւ տեր դառնանք մեր դարերի պատմությանը ու ապրենք արժանապատիվ հայրենիքում։
Ցավոք պետք է արձանագրեմ, որ այսօր աշխարհում կատարվող բազմաթիվ զարգացումներից դուրս ենք մնացել։ Պետությունները արհեստական բանականության եւ գիտության հարցում ֆանտաստիկ ձեռքբերումներ ունեն, իսկ մենք դեռ մեր միջանձնային հարաբերությունները անգամ չենք կարողանում կարգավորել։ Մեր պետական ինստիտուտները չենք կարողանում կառուցել։ Իսկ խեղճ ժողովուրդը լուրջ դեմքի արտահայտությամբ սպասում է, տեսնի թե թալանչիները պետբյուջե 1000 դրամ կտան, թե չէ։ Նորերն էլ հարմար տեղավորվել են իրենց աթոռներում ու հարմարվել է սիրողություններում։ Այսպես շարունակում ենք տեղում դոփել։ Մենք ինչպես կարող ենք այս պոտենցիալով մրցել այլ երկրների հետ։ Կարծում եմ, որ իրոք ժամանակն է, որ հայ ժողովուրդը վերագտնի իրեն։ Ազգային արժեքները, լեզուն, ընտանիքը, մշակույթը, պատմական հիշողությունը եւ հավատը պետք է լինեն մեր հենարանը։ Դրանք այն հիմքերն են, որի վրա միայն կարելի է կառուցել կայուն ապագա։ Հայ ազգը ունի բավարար ներուժ իր մեջքը ուղղելու ու իր սեփական ուղին կերտելու համար։ Եկեք ուրեմն ամրապնդենք մեր հավատը ու դարերի խորքի մեր իմաստությամբ, ամենօրյա մեր քայլերով ու որոշումներով արմատապես փոխենք մեր կյանքը հանուն մեր երկրի անկախության ու մեր զավակների բարօրության։ Հայ ազգը ունի բավարար ներուժ իր անմահ նահատակների շիրիմի առաջ իր մեջքը ուղղելու ու իր սեփական ուղին կերտելու համար։ Թող 2026 թվականը լինի ազգային արժեքների վերագտման, նոր հաջողությունների ու նախաձեռնությունների տարի։ Եվ որպես օրինակ մեր բարի գործի մենք առաջինն ենք ցանկանում 2026 թվականը ներխուժել նոր փոփոխություններով։ Մենք հենց այս պահին մեկնարկում ենք 2026 թվականի առաջին մեծ բարեգործական ակցիան, անապահով եւ կարիքավոր մեր հայրենակիցների բազմաթիվ մեծ երազանքներ իրականացնելու համար։ Տեսանյութի մեկնաբանություններում գրեք ձեր կարիքների ու երազանքների մասին, իսկ մենք սիրով կընթերցենք դրանք ու կընտրենք այն երազանքները, որոնք կիրականացվեն։ Միգուցե հենց քո մեկնաբանությունը դառնա քո երազանքի կատարման սկիզբ։ Շնորհավոր, ամանոր եւ սուրբ ծնունդ։